Ամուսնությունը սրբություն է, որը երկու տարբեր ճակատագրեր միավորում ու նույն ուղիով է տանում։ Տիրոջ օրհնությունը ստացած իրար սիրող մարդիկ մինչև մահ հավատարիմ, հոգատար ու կարևորը սիրող են լինում միմյանց նկատմամբ։ Ամուսնական յուրաքանչյուր տարի ունի իր անվանումը, որն էլ համատեղ կյանքի ներդաշնակության ապացույցն է։ Այսպես օրինակ հարսանիքի օրը համարվում է կանաչ հարսանիք, իսկ 1 տարի անց չթե հարսանիքն է։ 2 տարի անց նշվում է թղթե հարսանիքը, քանի որ համարվում է, որ հարաբերությունները թարմ չեն, սակայն ամուր էլ չեն։ Անվանումն էլ հենց այստեղից է, չէ՞ որ թուղթը հեշտ է պատռվում։ Որոշ երկրներում գոյություն ունի հետաքրքիր ավանդույթ։ Ամուսինն ու կինը կարում են թղթե հագուստ, որով էլ ընդունում են հյուրերին։ Եվս մեկ ավանդույթ։ Հյուրերը թղթերի վրա գրում են բարեմաղթանքներ ամուսիններին եւ կախում այգու ծառին կամ որևէ այլ դեկորատիվ իրի վրա։ Ստացվում է իսկական երջանկության ծառ։ Ամուսինները կարող են իրար անակնկալ մատուցել գրելով իսկական սիրային նամակներ։ Այսպես թղթին հաջորդում են կաշին, քաթանը, փայտը, ավելի ուշ արծաթը, մարգարիտը, ոսկին, զբնուղտը, ադամանդը եւ այս հետաքրքիր շարքը ավարտվում է 100-րդ տարով, որն էլ կոչվում է կարմիր հարսանիք։ Այս գեղեցիկ զույգը բոլորովին վերջերս տոնեց ադամանդե հարսանիքը։ Սա հրաշք չէ, այլ իրականություն։ Գարեգին Գևորգյանը եւ Մանի Ալավերդյանը համատեղ ապրում են արդեն 60 տարի։ Նրանք ոչ թե ուղակի կողք կողքի են ապրում, այլ մեկը մյուսով։ Свадьба прошла и весело, и немножко грустно. Եվ ուրախ անցավ եւ մի փոքր տխուր, որովհետեւ որդիներից երկուսը Հայաստանում չէին։ Ուրախ էր ու ջերմ, որովհետեւ մարդիկ ցանկանում էին, որ նրանք նշեն իրենց թագավորական հարսանիքը։ Հարսանիքին շատ մարդիկ կային եւ շատերը հատկապես ամռանը գնում են հանգստանալու նրանց հյուրընկալ տանը։ Հետաքրքիր էր, որ նրանց թոռները փոքրիկ ֆիլմ էին պատրաստել ընտանիքի մասին եւ բոլորը մեծ հետաքրքրությամբ էին դիտում այն։ Հյուրերը համբույր էին բղավում, սակայն հարսնացուն ամաչում էր, քանի որ դա հայկական, այլ ոչ թե ռուսական հարսանիք էր։ Մարդիկ կենացներ էին խմում եւ ավելի շատ իրենց էին մաղթում, որպեսզի Գարեգինի եւ Մանիի պես բախտավոր ու երջանիկ ապրեն։ Գարեգին պապիկն ու Մանի տատիկը բնակվում են Ղափանի Ծավ գյուղում։ Եթե նրանցից մեկն ու մեկը անգամ մեկ օրով մեկնում է քաղաք, ապա երկուսն էլ քաղցած են մնում, քանզի չեն կարողանում հաց ուտել առանց իրար։ 85-ամյա Գարեգին Գևորգյանն ու 75-ամյա Մանի Ալավերդյանն ունեն 5 զավակ, 10 թոռնիկ եւ 3 ծոռնիկ։ То за 60 лет вряд ли они когда-то ссорились. Այս 60 տարիների ընթացքում նրանք խաղաղությամբ եւ սիրով են ապրել։ Իհարկե կենցաղային անհամաձայնություններ եղել են, բայց նրանք անգամ 2 օր առանց մեկ-մեկու չեն կարող ապրել։ Նախանձել կարելի է, որովհետեւ 60 տարի այս մարդիկ ոչ միայն ապրել են միասին, այլև պահպանել են իրենց ջերմ զգացմունքներն ու լավ հարաբերությունները։ Փոխհամաձայնությամբ ու սիրով լեցուն տարիները նրանց դարձրել են ամբողջական ու ներդաշնակ։ Նրանք դեռ մեծ ուրախությամբ անասուն են պահում, հող են մշակում, բերք հավաքում, որպեսզի բնության այդ բարիքներով հյուրասիրեն զավակներին, թոռներին ու ծոռներին։ Մնում է միայն ադամանդի պես ամուր առողջություն ցանկանալ այս գեղեցիկ զույգին եւ օրինակ վերցնել նրանցից ամուր ընտանիք ստեղծելու եւ այն տասնյակ տարիներ պահպանելու առումով։